Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագիր Նյուզի եթերում ստեյությունն է եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանին։ Բարև ձեզ, պարոն Սեֆիլյան, շնորհակալ ենք մեր հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ։ Սիրով։ Պարոն Սեֆիլյան, Բաքվում պահվող հայ պատանների շինծ ու դատավարությունների ժամանակ անդրադարձ է եղել նաեւ ձեր անձին, մեր պատաններին հարցեր են ուղղել Արցախյան պատերազմում ձեր մասնակցության վերաբերյալ։ Ինչի մասին է սա վկայում։ Բան չէ, ասենք սպասելի էր, որ այդ բազմաթիվ անուններ կշշափվեն, ներառյալ իմ անունը, որովհետև ովքեր որ այդ ժամանակ պատասխանատու պաշտոններ են ունեցել Արցախյան առաջի պատերազմի ժամանակ, բնականաբար պետք է հիշեին։ Հասկանալի է ադրբեջանական կողմի նպատակը այս բեմականացումը, որ սկսել են, հասկանալի է, որ դա առաջնահերթորեն հայ ժողովրդի եւ Հայաստանի դեմ է, նրանք պիտի փորձեն ինչքան որ կարող են, այսինքն մինչեւ այն ժամանակ, որ Փաշինյանն է այստեղ իշխանության գլխին, նրանք առավելապես պիտի փորձեն այդ բեմականացումով իրենց խելքով աշխարհին ներկայացնելու, թե նախորդ 30 տարիների ընթացքում հայկական կողմը ինչպիսի այսպես աբորենիչություններ է կատարել, զավթել է ուրիշի տարածքները եւ այլն, այսինքն նրանք շատ լավ հասկանալով, որ մեծ հաշվով զավթողը իրենք են, օկուպացնողը իրենք են, սակայն ինչպես ասեցին, գարիտից օգտվելով, քանի Փաշինյանական իշխանությունը արգա է, նրանք պիտի փորձեն համապատասխան իմիջ ձևավորեն աշխարհում, միաժամանակ իմանալով, որ շատ լավ գիտեն, որ Արցախը հայկական է, շատ լավ գիտեն, որ Քարթմանքը Նախիջևանը հայկական է, նրանք պիտի փորձեն այս բեմականացումով ցերկ բերել հիմքեր, որբեսի դուրս գան այդ ասենք հայկական կողմի փաստարկված անգամանքներից, որը որևէ ժամանակ եթե մի օր Հայաստանում ազգային իշխանություն ձևավորվի, ապա շատ կարճ ժամանակում ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու դեպքում հնարավոր պիտի լինի մեր իրավունքները վերականգնելու, եւ ոչ միայն Արցախը, եւ Նախիջևանի հետ Քարթմանքը, նրանք այս բեմականացումով նաեւ եւ շարունակությունը այս ամեն ինչի, անշուշտ ամբողջ Հայաստան Հանրապետություն, Հայաստան երկիր հասկացողությունը նրանք խնդիր են դրել, եթե չեն կարողանալու ամբողջությամբ գործանելու, վերացնելու քարտեզի երեսից, ապա առնվազն աշխարհակրորեն ինչ որ մնալու է Հայաստան անունով, դա լինի իրենց ենթակայության ներքո։ Այս փորձի մեջ են նրանք, պարզ է, որ հերանեկարային իմաստով ես վստահ եմ, որ նրանք ցախողելու են։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այսպես ասած խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն այս ամենին զուգահեռ Ադրբեջանը անընդհատ կեղծ լուրեր է տարածում Հայաստանին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտման մեջ։ Ինչի մասին է սա վկայում, արդյոք Ադրբեջանը հող է պատրաստում հարձակման եւ նոր պատերազմի համար։ Այո, նրանք այս վերջի 1-2 ամիսների ընթացքում արիթ են ման գալիս իրականացնելու իրենց հերթական, այսպես ասած, դավադիր ծրագրերը։ Մենք ունեցել ենք տեղեկություն, որը շրջանառության մեջ ենք դրել մոտավորապես 1-1.5 ամիս առաջ, որ արգա է եղել ադրբեջանական, ռուսական համաձայնաբար մի ծրագիր, որի արդյունքում սկսելու համար հայտնի սահմանակգծում պետք է սկսվեր հյուսիս-արևելքից, մենք հիշում ենք շաբաթներ առաջ սկսվեց մի բան, հետո կարծես կանգ առավ, մենք ունեցել ենք տեղեկություն, որ այդ ամբողջ սահմանակգծման համատեքստում պիտի Արձվաշենը վերադարձվի Հայաստանին, Հայաստանը դեպի Արձվաշեն պիտի ունենա միջանցք, ինչու՞ չէ նաև Գորիս Ղափան այն տարածքը, այն ճանապարհը, որ այսօր ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո է, այդ ճանապարհը եւս նրանք զիջելու են հայկական կողմին որպես միջանցք, դրա փոխարեն հասկանալի է ստանալու Սյունիքում միջանցք։
Սա այս ծրագիրը եղել է մենք այդ մասին հունվար ամսվանից տեղյակ ենք եղել, սակայն քանի որ շարունակություն, անշուշտ այս ամեն ինչը պիտի ունենար իր շարունակությունը, նաև ամբողջ սահմանով մեկ, արևելյան ամբողջ սահմանը պիտի ցևականորեն, պիտի ռազմականորեն ճնշում տեղի ունենար, այնինչ այս օրերին մենք դրա այդ փորձն ենք տեսնում, հա, այս արդեն մի 2-3 օրվա մեջ երևի 6-7 անգամ ադրբեջանական կողմը հայտարարություններ է դարածել, ասելով որ հայկական կողմը իբրև թե գրողները արձակում իրենց ուղղությամբ եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչի արդյունքում պիտի ծրագիրային էր, որ ինչպես ասեցի նրանք եւ միջանցքներն ստանում եւ ինչ չէ նաեւ ռուսական կողմը հերթական անգամ ինչպես Արցախ Լավրովյան պլանի ժամանակ կար նպատակ, որ Լավրովյան պլանը իրականացնելու գլխավոր նպատակ ռուսական կողմի ռուսական զորքերի վերադարձներ Արցախ, Ադրբեջան իրենց ասելով։ Մենք տեսանք ինչպես դա տեղի ունեցավ եւ ինչպես հետո թուրքական, ադրբեջանական կողմը ռուսական կողմին կարելի ասել գցեց։ Նույնը այժմ նույնանման ծրագիր պատրաստվում են իրականացնել Հայաստանի գլխին, էլի նորից ու նորից ռուս-ադրբեջանական, թուրքական պայմանավորվածությամբ, սակայն վերջի աշխարհակահաղական զարգացումները հավանաբար խանգարում են այսպիսի ծրագիր մգյանքի կոչելու, այդ պատճառով մենք նկատում ենք բազմա ճղացիկումները Բաքվից քիչ չեն այս վերջի շաբաթները։ Հուսով եմ, որ այդպես էլ աշխարհակահաղական կոնսենսուս չի լինի, որովհետեւ նրանք հասնեն, այսպես ասած, իրենց նպատակին, բայց ինչպես տեսնում եք, մինչև այն ժամանակ, որ Փաշինյանն է այստեղ իշխանության գլխին, դուդանքը ամեն օր արգա է։ Այնուամենայնիվ բանակցություններն ավարտված են, այսպես խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, արդյոք Ադրբեջանը կստորագրի դա եւ եթե ստորագրի այդ թուղթը կարող է իրական խաղաղություն ապահովել Հայաստանի համար։ Նախ մենք չգիտենք այդ թուղթի բովանդակությունը ինչ է, դրա շուրջ խոսակցություններ կան, դրա մասին խոսակցություններ կան, ովքեր որ խոսում են, մենք դրանց խոսքը մեր համար ոչ մի արժեք չունի։ Բովանդակությունը բարձ որ լիներ, կարելի էր կարծիք հայտնել, բայց բնականաբար մենք հասկանում ենք Փաշինյանի օրոք ինչպիսի փաստաթուղթ կարող է ծնվել, բնականաբար ի վնաս հայկական կողմի։ Ինչ վերաբերում է այդ թուղթը կստորագրվի թե չէ, ադրբեջանական շարժուцевից երևում է, որ ադրբեջանցիները ինչպես 2 տարի առաջ, ինչպես 1 տարի առաջ, ինչպես 6 ամիս առաջ այս անգամ եւս չեն պատրաստվում ստորագրել։ Ինչպես ասեցի, նրանք քանի Երևանում իշխանության գլխին Փաշինյանն է, նրանք ոչ մի հստակեցում չեն ուզում մտցնեն եւ արիտից օգտվելով, եթե աշխարհակահաղական զարգացումները թույլ տան, նրանք, ինչպես ասեցի, ամբողջ Հայաստանը գուլ տալու նպատակ ունեն։ Ինչու՞ չի հրապարակվում այդ տեքստը։ Ինչպես։ Ինչու՞ չի հրապարակվում։ Գուցե արձագանքներից է վախենում այս իշխանությունը։ Կարծում եմ, որ այս իշխանությունները Գարմիր քիծը շուտվանից են անցել, այսինքն այլևս վախենալու խնդիր չկա, Փաշինյանը այնպիսի մտքեր է արտաբերել, որը դավաճանություն բառն էլ կարծես թե քիչ բնութագրում է այդ ամենին, չեմ կարծում, որ վախենալու խնդիր կա, այստեղ պայմանավորվածության հարց կա հավանաբար, երկկողմ մինչև դա չստորագրվի հրապարակման ենթակա չի։ Նրանք հլու հնազանդ այդ պայմանավորվածության ենթակա վիճակում են, այդքան բան։ Պարոն Սեֆիլյան, երկրորդ եւ երրորդ նախագահների թիմակիցների մեջ կարծես այսպես հրաձգություն է սկսել, փոխադարձ մեղադրանքներ, լարվածություն։ Ինչից է սա սկսվել ձեր գնահատմամբ եւ արդյոք այս կերպ ընդդիմությունը անուղղակի չի աջակցում Նիկոլ Փաշինյանին եւ այս իշխանությանը։ Այդ անուղղակի աջակցման փաստացի այդ աջակցումը արդյունքը առնվազն որ այդպես է լինում, դա փաստ է, այսինքն վերջի դարիների ընթացքում դրականադեսն ենք մենք եղել, նույնիսկ այդ սևը սպիտակ խաղացնելով բարբերաբար Փաշինյան գոչեցյալ իր իշխանությունը վերարտադրել է, ամրացրել է եւ այլն եւ այլն։ Եվ այս համատեքստում այս վերջի դարիների ընթացքում մենք բազմաթիվ անգամ այսպես բարձրացային հորդորել ենք
նախկինների գարգարուն թեմքերին, առաջի մասնավորապես առաջի թեմքերին, ասելով որ պիտի կողք կանգնեք, ձեր ակտիվությունը ներքաղաքական հարթությունում դա միայն ու միայն խանգարում է որևէ թիմադրություն կազմակերպելու եւ օր առաջ ցերպազատվելու այս թավաջան իշխանություններից։ Ցավոք այդպես էլ այդ գարգարուն թեմքերը այդ հորդորները չեն լսում եւ նրանք հավանաբար ելնելով իրենց գաշի մասին մտածելով իրենց անձնական շահերը ինչպես միշտ եղել է այժմ եւս առաջնահերթորեն կարևորելով նրանք փորձում են անընդհատ բահել իրենց ակտիվությունը հույս ունենալով որ որևէ փոփոխության ընթացքում իրենք ունենան իրենց ազդեցությունը այդ փոփոխության վրա, որի արդյունքում խուսափեն բարձրացնությունից ապակային։ Ինչ վերաբերում է վերջի, այսպես ասած, հրաբարակային նրանց հագասությունները, որ արգա են, որոնք փոխարացկություն, ինչպես ասում են, հրաբարակայինորեն իմ դեղեցություններով երկար դարիներ է, ասենք Քոչարյան, Սերժ, երբեք անձնապես իրենք այսպես համերաշխ չի եղել իրենց կամ սերտ չի եղել իրենց գործակցությունը, միշտ էլ լարված է եղել, բայց նրանք կարողացել են դա թաքցնել։ Ինչու է վերջերս չեն կարողանում այդ ամեն ինչը զսպել եւ թաքցնել, ունեմ իմ կարծիքը ուրույն, այն որ հավանաբար պատճառը այն գետից որ նրանք կառավարում են երկար դարիները, այդ գետում, այսինքն մասնավորապես Կրեմլում, գործերը կարծես թե բավական խառն են, այսինքն Կրեմլում այնքան խառնակ վիճակ է, կարծես այսօր Հայաստանի ներհայաստանյան թեկուզ իրենց համար կարևոր կամ նույնիսկ կարևորագույն ինչ որ չափով երկրորդ երրորդ պլանը ընկած, որտեղ մենք գիտենք, չէ՞, այսօր ավելի շատ Կրեմլը ինչերով է զբաղված։ Հավանաբար այդ կենտրոնի կառավարումի թուլացումը բերել է այս հրաբարակային փոխհրացակցության, այստեղ նաև պիտի չի թերագնահատել գործող իշխանությունների հնարավորությունները օգտագործելու այդ կողմերին։ Ինչու՞ չէ նաև բարբերաբար այդ կողմերի որևէ մեկի հետ մերթ այս կողմի հետ պայմանավորվելով, մերթ մյուս կողմի հետ պայմանավորվելով, մենք բոլորս էլ գիտենք, որ եւ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը կորզակցել են եւ այժմ էլ հանգիստ կարող են կորզակցել Փաշինյանի հետ։ Շատերի կարծիքով մինչև Հայաստանում ընդդիմափոխություն տեղի չունենա, իշխանափոխություն անելը անհնար է։ Կիսում եք այս տեսակետը։ Ես կասեի ոչ թե այդպես կասեի, ես կասեի, որ որի մասին եւս երկար տարիներ է խոսել ենք, լուծումը, ասենք, համագարկային ընդդիմություն հասկացողությունից արդահամագարկային ընդդիմության ձևավորելու մեջ է Հայաստանում լուծումը։ Այս միջև այն ժամանակ, որ բայկարը ընթանում է օկուպացիայի կողմից ձևավորված քաղաքական դաշտում, այսինքն իրենց խաղի կանոնները նկատի ունենալով, բարձր որևէ արդյունքի չես հասնի։ Լուծումը բնականաբար պետք է այն դաշտը, որը վերահսկվում է Կրեմլի կողմից, արդեն պիտի ավելացնենք Կրեմլի եւ Անկարայի կողմից, շնորհիվ նաեւ Փաշինյանի, պիտի թիմատությունը որ պետք է ձևավորվի, ընդդիմությունը որ պետք է ձևավորվի, այս ընդդիմություն բառը շատ ավելի այսպես ասած այնքան հարիր չի իմ կարծիքով այս բայկարին, այսինքն դասական ժամանակները դե լիներ կարող ենք ասել երկրում արգա է իշխանություն եւ ընդդիմություն։ Այս դեպքում ավելի շատ պետք է թիմադրության, շարժում պետք է ձևավորվի, բայց ոչ խաղի կանոնները պիտի չի թելադրվեն դրսի կողմից։ Ցավոք արգա ուժերի բացարձակ մեծամասնությունը միշտ էլ մեր այս հորդորը չեն լսել եւ իրենք շարունակել են արգա խաղի կանոններով առաջնորդվել եւ այդ պատճառով 30 տարվա ընթացքում այդպես էլ որևէ արմատական փոփոխություն տեղի չունեցել։ 30 տարվա ընթացքում մեր երկրում ընդրություններով իշխանափոխություն տեղի չունեցել։ Սա փաստ է։ Եվ առաջիկա փոփոխությունը եւս տեղի ունենալու փոփոխությունը տեղի ունենա, դա չի լինելու ընդրությունների միջոցով։ Դա ես սրանով վստահ եմ։ Ոստի այս գարձիկը գիսող անհատներ, շրջանակներ, քաղաքական դահոք շրջանակներ
այս հասկանալով պիտի կարողանան առաջիկա ժամանակներում հստակ օրակարգի շուրջ գործակցել, թողնել իշխանություն, այդ գեղձ ընդդիմություն, այդ հարթակը եւ հենվելով մեր ժողովրդի վրա օր առաջ ցրպազատվելու այս իշխանություններից օրակարգի շուրջ գործակցությունից որ խոսում եմ, ես առաջնահերթորեն նկատի ունեմ օրակարգի հետևյալը Փաշինյանի հերացում, անցումային կամ ժամանակավոր կառավարության ձևավորումը, հետո նոր այդեն համարժեք պայմանները ստեղծելուց հետո երկրներս նոր արդեն ընտրություններ։ Այս օրակարգի շուրջ պիտի լինի լուծումը ապակայի։ Տպավորություն է, որ վերջին շրջանում ազգային ժողովրդավարական բևերը ավելի քիչ ակտիվություն է ցուցաբերում։ Ինչով է դա պայմանավորված։ Արդյոք համակերպվել եք երկրում տիրող իրավիճակի։ Մենք այսինքն հրաբարակային հավանաբար փողոցային հրաբարակներում, որ շատ ակտիվ են եղել բարբերաբար, այս վերջի ամիսներին կարող ենք ասել այդքան ակտիվ չենք, սակայն մեր գործունեությամբ մենք пассив չենք, նամանավանդ փորձում ենք եւ ընթացքի մեջ ենք, ինքը մեծ հաշվով շատ արագ չէ այդ ընթացքը, սակայն այդ ընթացքը արգա է այդ օրակարգի շուրջ, ինչի մասին որ խոսացի, տարբեր շրջանակների անհատների համախոհություն ցերկ բերելու աշխատանքի հետևից ենք այս օրերին, շատ լավ գիտակցելով, որ երբ բահը կա ժողովրդին հրաբարակներ հրավիրելու, ճիշտ պիտի լինի, որ այդ ժամանակ մինչ այդ ձևավորված լինի, այդեն ոչ միայն բևերը առանցին, այլ շատ ավելի, ասենք, լայն մի շրջանակով լինի այդ հրավերը ժողովրդին։ Մենք հասկանում ենք, որ այս ինչպիսի ծանր վիճակի մեջ որ է մեր երկիրը, այս վիճակից որևէ քաղաքական ուժ առանցին հնարավոր չէ այս վիճակից դուրս բերի։ Բոլորը պետք է գիտակցեն եւ ովքեր որ ենթակա չեն թուրքական կողմին, ովքեր որ ենթակա չեն ռուսական կողմին, պիտի խնդիր տնեն եւ օր առաջ գործակցելու, այսպես ասած, հրաբարակում գտնվող ես կասեի հայտնի օրակարգի շուրջ։ Տեսնում եք նմանատիպ ուժեր Հայաստանում ներկայումս։ Անշուշտ շրջանակներ կան, դասական գուսակցություններ, հասկացողությունը եկեք մեկ կողմ թողնենք, որովհետև ինչպես ասեցինք, արդեն շատերը հասկացել են, որ այդ դասական ուժերը վերահսկվում են այս աշխարհակաղակական կամ այն տշնամական աշխարհակաղակական ուժի կողմից, ինչպես ասացի, լուծումը դրանցից դուրս պիտի լինի, կան շրջանակներ, կան անհատներ, որոնք ունեն որոշ հարկանք, անհատներ, որոնք կարողանում են որոշ չափով կարծիք ձևավորել, ակտիվ են իրենց հրապարակային խոսքով, բարձրապես այդ անհատները չեն գիտակցել մինչ այս բահը, որ նրանց նմանները եւս առաջիկա ժամանակներում պետք է ինչ-որ չափով քաղաքական բերի տակ մտնեն, այսինքն միայն օժանդակողի դերում լինելը կամ միայն ճշմարտությունը բարձրացնելը քիչ է, վերջապես այլընտրանքը պետք է ձևավորվի։ Մեր ժողովուրդը այսօր սպասում է։ Ես այսպես ասեմ, 18 թվականի փոփոխություններ բոլորս հիշում ենք, դա հետևանք էր Սերժ Սարգսյանի երկար տարիների իշխանության բացասական կառավարման հետևանք էր այդ ամեն ինչը եւ մենք հիշում ենք 16 թվականի ապստամբության փորձը Սասնազրերի խմբի կողմից եւ մենք հիշում ենք ինչպեսի այդ արարքը տղաների փորձը ինչպեսի ժողովրդականություն ցերկ բերեց մեր ժողովրդի մոտ, պատճառը այն էր 16 թվականին արդեն քարորիա հայտնի պատերազմից հետո Հայաստանում բացարձակ մեծամասնությունը ժողովրդի փոփոխության կողմնակից էր եւ նույնիսկ կողմ էր ծայրահեղ քայլերի դիմելու։ Մեծ փորձը մենք հիշում ենք ինչպեսի ավարտ ունեցավ, սակայն այդ լարումը 16 թվականի հուլիս ամսից հետո ոչ թե սկսեց թուլանալ, այլ լարումը սկսեց խորանալ եւ 18 թվին ստիպված եղան, ինչպես ասում են, այդ կոլորշին բաց թողնելու։ Ես հիմա փորձեմ զուգահեռ անցկացնել, համեմատություն եթե անենք 18 թվականի եւ այս օրերի, ես կասեի, որ այս օրերին ի դարբերություն 17-18 թվականների ինչ ադելություն որ արգա էր այդ ժամանակվա իշխանությունների նկատմամբ, հիմա այժմ արգա եւ ավելիով։ Այսինքն խոսում ենք այն շրջանակների եւ անհատների մասին, որոնք
ազգային մտածելակերպ ունեն եւ ինքնուրույն են իրենց քաղաքական քայլերում, պիտի այս հանգամանքը նկատի առնեն եւ մենք մեր քայլերը պետք է արագացնենք այդ օրակարգի շուրջ գործակցության։ Այստեղ չենք խոսում ինչ որ միավորվելու, ինչ որ միասնական ինչ որ ջագատ ձևավորելու քաղաքական եւ այլն։ Այստեղ խոսքը վերաբերում է հստակ օրակարգի շուրջ գործակցելուց։ Եվ առաջնահերթորեն, ինչպես ասացի, այդ հայտնի 3 գեդերի շուրջ սկիզբը լինի գործակցությունը, թե ինչպես հերացնել այս իշխանություններին եւ անցումայինի փոխանցությունը ինչպիսին պիտի լինի, ովքեր պիտի լինեն, այդ խոսակցությունը թողնել հաջորդ քայլին, այսինքն նախ մենք պայմանավորվենք այս օրակարգի շուրջ գործակցել։ Դրանից հետո նոր անցնենք այդ մյուս մանրամասնություններին։ Այժմ մենք գտնվում ենք առաջի այս գեդի շեմին, հուսով եմ, որ մինչև այդ բորտկումի բահը որ կա, որ այսպես որ շարունակվի, բոլորս էլ հասկանում ենք, որ որևէ գայծից կարող է բորտկում դեր ունենալ։ Շատ լավ պիտի լիներ, որ այս լարումը ուղղորդվեր դեպի ճիշտ հոն, այսինքն ոչ թե հերթական անգամ ինչ որ աշխարհակաղակական ուժերի կողմից փորձ չարվի կոլորշին բաց թողնելու եւ Փաշինյանին դանելով բերեն մի ուրիշ, այսպես ասած, ուրիշ մի բադուհաս այ ժողովրդի գլխին, այլ այս նոր ձևավորելիք այլընտրանքի խնդիրը պիտի լինի, որ այդ փոփոխության վրա այնքան ազդեն, որ այդ լինի հնարավորինս արմատական ազգային իմաստով։ Այս թերագադարումը ունի առաջիկա ժամանակներում ձևավորվելիք արտախորհրդարանական ուժերի այլընտրանքային ձևավորվելիք ուժը։ Գլխավորապես նորից ուզում եմ հիշեցնել այդ գործառույթը, որպես ուշ թե շուտ գալու է այդ բահը եւ ես վստահ եմ, որ այս տարի, այսինքն այս տարվա մեջ Փաշինյանի խնդիրը լուծվելու է։ Այդ Փաշինյան երևույթի քաղաքական նշանակ, այսպես ասած, կորձիկը, որ օգտագործվել էր երկար տարիներ այս կամ այն այլ աշխարհակաղակական ուժերի կողմից, արդեն այդ կորձիկը մաշված է։ Եկել է այդ կորձիկը փոխելու ժամանակը։ Ուստի ազգային մտածելակերպ ունեցող մարդկից օր առաջ պետք է ձևավորեն այդ այլընտրանքային ուժը եւ առաջիկա դեղ ունենալիք փոփոխությունների վրա առավելապես ազդելով մենք, ինչպես ասեցի, պետք է գնանք արդեն ազգային իմաստով արմատական փոփոխությունների եւ այդ ամբողջ ներուժը, որ այսօր լցված է մեր ժողովրդի մեջ եւ այդ որը պատրաստ է բորտկալու, դա ուղղորդելու դեպի պետական աշինության ուղուն։ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ բոլորիս վճարած հարկերի հաշվին հարցազրույց էր տվել թուրք լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ինչպես նաև կառավարությունը թուրք լրագրողների համար երրորդյա այսպես մեդիա տուր էր կազմակերպել Հայաստանում։ Ըստ ձեզ ո՞րն էր այս ամենի նպատակը եւ ինչ տվեց սա Հայաստանին։ Նշեմ նաև, որ թուրք լրագրողներն արդեն այսպես ռեպորտաժներ են պատրաստում Երևանը ներկայացնելով թուրքական քաղաք։ Դարիներ առաջ, երբ մենք գնահատում էինք գործող իշխանություններին, մասնավորապես ենթակա լինելով Կրեմլին ենթակա լինելու պատճառով եւ այդ համատեքստում ամբողջ մի թավաթիր պայմանավորված պատերազմ են վարել, այժմ, այսինքն դրա 44 օրյա պատերազմից ամիսներ անց մենք նաեւ հասկացել ենք գործող իշխանությունների բաղադրությունում ոչ միայն ռուսական դար բաղադրությունն է արգա, այլ նաև թուրքական։ Եվ հավանաբար առաջիններից էինք, երբ ասում էինք, որ գործող իշխանությունները արդեն ոչ միայն պրոռուսական են, այլ նաև պրոթուրքական են։ Դրանից հետո սկսել ենք ասել, անձնապես ես սկսել եմ ասել թուրքայենթակա իշխանությունները։ Դարիներ խոսել ենք այս մասին։ Երեք օր առաջվա այդ հրավերը ես կարծում եմ, որ կարելի է համարել հետևյալը, որ գործող իշխանությունները բարձրացային, այսինքն հրաբարակայինորեն նրանք քաղաքականորեն բոլորին հասկացնում են, արդեն բաց տեքստով, չեն թաքցնում որևէ բան, որ նրանք թուրքայենթակա ուժ են եւ իրենց հերանեկարը թուրքայենթակայության մեջ է։ Սա արդեն իրենք այդ քայլով, այդ արարքով նրանք բաղագծերը բացեցին։ Միջայլոց նաև զուգահեռաբար մենք նկատում ենք, չէ, Թշնամի կողմը
թուրքական դրա հաջորդող ռեպորտաժները ինչպիսի դեղեցույթ է դարձվել այդ Բադուհասի հետ հարցազրույցից հետո տեսնում ենք ինչպես են ծեր առնում հայկական կողմին, այստեղ Երևանը ներկայացնում թուրքական քաղաք։ Հա, նույն Փաշինյանին, որ ծեր են առնում, դա մեծ հաշվով Հայաստանին են ծեր առնում, մեծ հաշվով հայ ժողովրդին են ծեր առնում։ Մենք ինչքան էլ ասում ենք, մեր հետ կապ չունի այդ ամեն ինչը, բայց սա փաստ է։ Եվ այս Թուրքիայի ընդհանուր արարածը, որ հայտնվել է այսօր մեր երկրի կառավարման ղեկին, Թշնամի կողմը այս արիտը բաց չի ուզում թողնի ամեն իմաստով եւ առաջնահերթորեն նրանք խնդիր ունեն, ինչպես քիչ առաջ ասեցի, ոչ թե ինչ որ խաղաղության հասնելու, այլ Հայաստանը ամբողջությամբ ենթակա դարձնելու ծրագրին են, որ այսօր լծված են Ադրբեջանն եւ Թուրքիան։ Բարեբախտաբար լուսնի վրա չենք ապրում, մեր ռեգիոնում զարգացումները բուրն են, փոփոխությունները շատ արագ եւ քանի որ ինչպես ասեցի, բարեբախտաբար բազմաթիվ լուրջ պետությունների շահերը համընկնում են, որ Հայաստան պետություն լինի եւ այդ պատճառով այսօր աշխարհակրորեն մենք չենք ճզմվում։ Առաջ անցնելով նաև ասեմ, որ այսօրերին լավ այն է, որ զարգացումները շատ արագ են տեղի ունենում, որովհետև մենք որպես ժողովուրդ հյուծման մեջ ենք, այսինքն մենք չենք համարում, մենք որ դակավին պետություն ունենք, մենք համարում ենք, որ պիտի հայկական պետությունը նոր ծնվի։ Այդ ռեսուրսը դակավին մենք ունենք վերածնելու մեր պատկերացրած հայկական պետությունը։ Սակայն այս արնակամությունը, որ տեղի ունենում մեր մոտ, այս տարիները մասնավորապես 44 օրյա պատերազմից հետո, առավել եւս Արցախի հայաթափումից հետո, եթե պրոցեսներ հանդարտ շարունակվեին, շատ վատ էր լինելու մեր վիճակը։ Ապա այս արակացումը, որ արգա է, այսինքն Թրամփյան նոր աշխարհագարքի, կարող ենք ասել, ծերնամուխ քայլերը, որոնց ականատեսն ենք այսօր, սա ինձ հուսադրում է, որովհետև փոփոխությունները լինելու են եւ այդ ընթացքում մենք հայերս ունենալու ենք այդ ռեսուրսը, որը վերջապես իրոք կարողանանք մեր երազած պետության հիմքերը տնենք։ Եվ պարոն Սեֆիլյան, այս համատեքստում իշխանական որոշ շրջանակներ լավատես են, բոլորիս վստահեցնում են, որ Թուրքիան է Ադրբեջանին պարտադրում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կնքել եւ ավելին հենց Անկարան է զսպելու Բաքվի ագրեսիան։ Որքանով է կիսում այս լավատեսությունը, կարող է նման բան արդյոք լինել։ Այդ միտքը նորից հավանաբար գալիս է քիչ առաջվա մեր արած մատնացույցին, որտեղ ասում ենք, որ այս իշխանությունները իրենց ապական տեսնում են Թուրքիայի ընդհակայության մեջ, այսինքն թուրքական կողմի քիրկը անցնելով։ Կարծում եմ, որ շաբաթը ուրբաթից շուտ է գալու եւ նրանց այդ բոլոր դավադիր ծրագրերը կիսատ են մնալու։ Նույն ադրբեջանական կողմը, եթե այսօր բավական, այսպես ասած, կորոզ դիրքերում է գտնվում եւ առավելաբաշտական ծրագրերը փորձում առաջ մղել, դա եւս երկար չի դեպի, բոլորը պիտի հասկանան, որ Ալիևյան իշխանությունը ինքը Ադրբեջան պետություն հասկացողությունը ամուր մի գազագերբվածք չէ։ Նա որևէ, ասենք, աշխարհակահաղական փոքրիկ փոփոխությունների հետևանքով շատ արագ կարող է փլուզվել այդ ամեն ինչը։ Այո, այս կարճաժամկետ ընթացքում վտանգը շատ մեծ է, բայց հեռանկարային իմաստով ես կուզեմ հուսադրել մեր ժողովրդին, որ այո գալու են այն ժամանակները, որ մենք հայերս կարողանալու ենք իմիքալ եւ հայոց ներուժը մեկտեղել ոչ միայն ստեղծելով ազգային պետության հիմքերը, այլ նաեւ թրիչքային զարգացման ուղղությամբ մեծ քայլեր անելու։ Այս հնարավորությունները ես տեսնում եմ։ Բայց հնարավոր է, որ Թուրքիան ինքը զսպի Բաքվի ագրեսիան։ Դա անհետաչություն է մեծ հաշվով։ Հա, ես նույնիսկ ասենք պիտի պատասխանել այդ ամեն ինչը կամ սրա ամիսներ առաջ ինչ որ գարձիկ կարար գա, որ
ասում էին Հայաստանի ավական ինչ որ Եվրոպա, հա, ասենք Եվրոպամետ ինչ որ շրջանակներ կամ Եվրոմիության հետ Եվրոմիության անդամ դառնալու կողմնակի շրջանակներ նաև ասում էին, որ Հայաստանի ավական Թուրքիայի հետ Եվրոմիության անդամ դառնալն է։ Պատկերացնում եք, սա ընդամենը այս մտքերը 2-3 ամիս առաջ է ասվել, բայց մենք նաև տեսնում ենք այս օրերին ինչքան արագ փոփոխությունները տեղի ունեցել։ Այսօրվա Եվրոմիությունը, Եվրոպան այսօրվա արդեն 2-3 ամիս առաջվա Եվրոպան չէ։ Մեծ հաշվով ասեմ, որ սա մեր համար լավ է, այսինքն Միացյալ Նահանգները նաև իր շահերից ելնելով բազմաթիվ ճակատներում աշխարհով մեկ ինքն այլևս ուզում է իր ռեսուրսները հնարավորինս քիչ ծախսել եւ դրանց մեծ մասը նա որոշել է թողնել Եվրոպայի, հա, իր գործընկեր Եվրոպայի ուսերին, որից Եվրոպան երկար տարիներ խուսափում էր, հա, եւ ուկրաինական ճակատում մենք դա տեսնում ենք եւ Միջին Արևելքի ճակատում մենք այդ ամեն ինչը տեսնում ենք։ Այս իմաստով Միացյալ Նահանգները երբ Եվրոպային շատ մջակատներում առաջ է մղում պատասխանատվության իմաստով եւ ինչու՞ չէ նաեւ մենք գիտենք Ֆրանսիայի դերակատարում ինչքան մեծ է, հա, նոր Եվրոպայի եւ միաժամանակ մենք գիտենք Ֆրանսիայի այս հարաբերությունները Թուրքիայի, հա, Թուրքիայի հետ եւ Հայաստանի հետ ինչպիսի սերտ հերանեկարներ ունի Ֆրանսիա պետությունը, այդ մասին Ֆրանսիայի նախագահը բարբերաբար բարձրացնել է։ Այս իմաստով եւս դրական փոփոխություններ են։ Այսինքն եթե Ֆրանսիայի դերակատարումը մեծանում է մեծ միջին արևելքում, մեծ միջին արևելքում, ապա դա Հայաստանի համար միայն լավ է լինել։ Այսինքն այստեղ այժմ ռուսական ուշ շուտ դե ռուսական ազդեցություն այս Կովկասից դուրս է գալու եւ այստեղ Իրանը մտահոգ է առաջնահերթորեն այդ փոփոխությունը, որ դեղի անոնում, դա չի լինի թուրքական, այսինքն այդ վակուումը պետք չէ լրացվի թուրքական կողմով։ Կարծում եմ Ֆրանսիան առաջնահերթորեն եւս զբաղված է նույն գործով, այսինքն այստեղ Իրան եւ Ֆրանսիա գործակցությունը հավանաբար նաեւ ապակային մենք ականադեսը կլինենք թույլ չտալու այն բահը, երբ Ռուսաստանը ազդեցությամբ այստեղից դուրս է գալու, դրա փոխարեն պիտի չի լինի թուրքական ազդեցություն, այլ պիտի ավելի շատ Եվրոպայի հանցինս Ֆրանսիայի, հավանաբար նաև ոչ միայն, եւ ինչու՞ չէ նաև Իրանի հետ գործակցաբար եւ տնջուկների տնջուկը գտնվում է Իրանում եւ երբ ես խոսում էի շատ արագընթաց օրերի մասին աշխարհակահաղականորեն, ես նաև առաջնահերթորեն նկատի ունեմ Իրանի շուրջ տեղի ունեցածը, հուսով եմ հնարավորինս արագ այդ տնջուկը իր լուծումը կստանա, այսինքն այս Իրան արևմուտք փախման եզերին է կամ լարում այնքան մեծ է, հուսով եմ, որ շատ շուտ էս ամեն ինչ իրավարտ կունենա եւ մենք ականադեսը կլինենք Իրանի եւ արևմուտքի գործակցությանը, որից հետո նոր սկսելու է մեր երկրի զարգացման ժամանակաշրջանը։ Շնորհակալ եմ պարոն Սեֆինյան հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Իմ հյուրներ ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Կհանդիպենք։